Ողջույն, որոշ փորձարկումներ են որ դեռ չի ստացվում, պետք է հասկանանք ոնց է աշխատում այս գործիքը, որտեվ շատ լավ գործիք է միասին, այսպես ասած ուղիղ եթերում հաղորդում վարելու, քիչ փորձարկումներից հետո հուսամ կստացվի։ Պետք է միանա մեզ Հասմիկ Հակոբյանը, Ազգային ժողովի պատգամավոր, ում հետ որոշել ենք այսօր անել նման էքսպերիմենտ։ Հասմիկ Հակոբյան, ուր ես դու։ Տիկին Հակոբյան, ես ձեզ եմ սպասում։ Չէ, չի ստացվում, աչքիս։ Այսքան մարդ էլ նայում եմ ես։ Մի վայրկյան։ Հասկանում ինչի չի ստացվում։ Դժվար է, լավ բան է, բայց չի ստացվում։ Ստացվեց։ Բավական էլ դիտողներ ունենք, կարծես թե հեսա կմիանա Տիկին Հակոբյանը։ Ահա, Տիկին Հակոբյան վերջապես, բարի երեկո։ Ինչ լավ բան ունի, չէ՞ Facebook-ը, որը դժվարությամբ ես կարողացած միացնել։ Սովորում ենք, իդեպ այս գործիքները փոխարինում են տրադիցիոն մեդիային, որը գնալով երկրորդական է դառնում, ոնց որ մեզ օրինակ կհրավիրեին ուղի եթեր ինչ որ բանավեճի, բայց կարիք չկա մեզ ոչ միտեղ հրավիրելու, որտեղ մենք ինքներս կարող ենք դա անել։ Այո։ Ոնց է։ Փորձարկենք, շատ լավ, դուք ոնց եք։ Լավ, ինտենսիվ քարոզարշավից հետո ինձ թվում է արժի մեր քաղաքացիների հետ որոշ մտորումներ կիսել, հասկանալ իրենք ինչ են կարծում այս ամեն ինչի մասին, նույնիսկ կարելի է մեկնաբանություններն էլ իհարկե Կարելի է, կարդալ, այո, պատասխանել, կարող եք մեզ իդեպ հարցեր եւ մեկնաբանություններ գրել, ձեր տեսակետները փոխանցել, ձեր դիտարկումները, դիտողությունները, ու ինչու ոչ ու նաև տարածել, որ ավելի շատ մարդիկ նայեն ու ավելի շատ դիտումներ ունենանք ու Եվ ես էլ հիմա միած տարածեմ։ Հա, իհարկե, դա էլ է շատ հետաքրքիր։ Ինձ թվում էր, որ իրականում կարող է ձեր էջով ավտոմատ գնա, Չէ, ես էլ էի դա սպասում, բայց նոր ստուգեց չկա, այսինքն պետք էր տարածել ու տարածեցի։ Եվ քանի որ մենք երկուսով շատ ինտենսիվ մասնակցում ենք քարոզարշավին, ինչ տպավորություններ կան Տիկին Հակոբյան։ Ձեզ զանգ է գալիս։ Հա,
do not disturb-ի վրա պետք է դնենք հեռախոսները, այն մոտ դրած է։ Տպավորություններս ես մի քանի անգամ լրագրողներն են այդ հարցը տվել, պատասխանել եմ այս կերպ, որ մենք իրականությունից կտրված ենք եղել, բայց եթե օրինակ նախկին իշխանությունը կտրված էր վատ առումով, այսինքն չէր տիրապետում իրավիճակին, չէր պատկերացնում, որ ինչքան մեծ է ատելությունը իշխանության հանդեպ, ապա մենք թերհավատորեն ենք վերաբերվել, չենք պատկերացել, որ այս աստիճան աջակցություն ունենք քաղաքացիներից։ Իդեպ դա զգացել ենք մոտ 1-2 ամիս առաջ, երբ որ ներքին քարոզարշավի շրջանակում դուրս եկանք, էլի մեր ուրախ ավտոբուսով տարբեր համայնքներ գնացինք, շրջագայությունների ընթացքում դա տեսանք ու իրականում մենք կտրված ենք եղել այն իրականությունից, որ այդ աստիճան սեր ու աջակցություն կա հասարակության շրջանում ու մենք էլ կհիշեք պարոն Թորոսյան, երկուսս էլ մասնակից էինք այդ ավտոբուսի, կհիշեք, որ ամեն մի համայնք գնալուց հետո որ վերլուծում ենք, ասում ենք, այս ինչ աստիճան աջակցություն կա, մենք ինչքան ենք կտրված եղել իրականությունից ու հիմա ես իրական հաճույք եմ ստանում մեր քարոզարշավից ու մենք նաև խոսել ենք տարբեր առիթներով, որ ընտրություններից հետո պետք է պարբերաբար նման էլի շրջագայություններ անել, որովհետև իրականում շատ հաճելի է շփվել մեր քաղաքացիների հետ։ Ես գիտեք ինչ էի դրա անունը դրել, տենց Facebook-յան փուչիկ ու նույնիսկ մի օր մի բան արեցի, reel նկարեցի, գրեցի Facebook-ից դուրս կյանք կա ու հենց այդ պատճառով գրեցի, որովհետև այս Facebook-ում ասեք մի քանի 100 հոգի հատկապես տենց կամ վճարված կամ իրենց համոզմունքներով տենց կարող են բազմաթիվ վատ կոմենտներ գրել, ջղային սմայլիկներ դնել, բան ու դու տենց կարող ես տենց ինչ որ դեպրեսիայի մեջ ընկնել ու ասել ես ինչ վատ է ամեն ինչ, բան փաստորեն ամեն ինչ սխալ ենք անում, չնայած դու կարծում ես որ ճիշտ ես անում, հետո դուրս ես գալի Facebook-ից, այդ ընկնում ես իրական աշխարհ ու հասկանում ես որ թե խաղաղությունը, որը ամենակարևորն է, թե դրանից բխող մնացած ամեն ինչ, թե պետականությունը, անկախությունը, նախ շատ կարևոր են քաղաքացիների համար, այնպես չի որ տենց ասում են դե մեր ինչին է պետք, կարևորը մեր օրինակ չգիտեմ բակի մաքրությունը, հա, լինի եւ երկրորդն է քո կատարած աշխատանքը ժողովրդի հետ, ժողովրդի համար, հա, ակնհայտորեն տեսնում ես որ կարևոր է իրանց համար։ Ես չեմ ուզում այն բառը օգտագործել, որ իրենք գնահատում են, որտեղ դա մեր գործն է, մենք անում ենք, թեև իհարկե հաճելի է որ գնահատում են, բայց չի կարող օրինակ երբեք մանկապարտեզ չունեցած գյուղում մանկապարտեզի կառուցումը կարևոր չլինել այդ գյուղի համար եւ այս մեր որոշ խելոքները ճակերտներով, որ ասում են խելք չունեն դրա համար դպրոցում մանկապարտեզ են կառուցում, իրականում հակառակի մասին է, այլ այսինքն իրանք խելք չունեն, որ չեն հասկանում, որ ժողովուրդը հասկանում է, որ դրանից ավելի կարևոր բան չկա, եւ նաեւ այդ ողջավորությունը, որ ես հատկապես երեք օրինակ շատ ուժեղ զգացի, ես Արմավիրի մարզում, որ տենց մոտավորապես հանկարծ մեզ չթողնեք, ասում եմ դե ժողովուրդ ջան, մենք ո՞ս կարող ձեզ թողնենք, նախ դուք եք որոշողը, երկրորդն էլ ինչի մասին է խոսքը, ու նաեւ ես գիտեք ինչ եմ զգում, տենց ժողովրդական զարթոնքի էլեմենտներ եմ զգում, որը շատ լավ է, տենց ալիք է բարձանում, մարդիկ հասկանում են, որ այս ամեն ինչը հենց զարթոնք է, կարևոր մի զարթոնք, որը շատ երկար դեռ մեզ տանելու է առաջ, երկիրը, մարդկանց եւ այլն, ու այդ կողքից վայրահաչոցները, այդ ապոկալիպսիսի վերաբերյալ գույժերը, այդ որ չգիտեմ ով է գալու Հայաստան, ինչ է անելու, տենց այդ հիմարությունները որ լսում եմ, տենց ասում եմ այս մարդիկ իրոք բացարձակ տանը չեն, էլի։ Պարզունակ մետադիչկա է, որը բոլորով միասին ստացել են ու ոչ Հայաստանից ու թիրախավորում են, իդեպ մենք նաև այս վերջերս չէ, հիմա որ Facebook-ը հնարավորություն է տալիս տեսնելու, որ պոստը ինչ գումարի դիմաց է դրված գովազդի տակ, մենք տեսանք, որ միայն մեկ էջով 40 թե 60 հազար դոլարի մենակ մի էջով դրած էր այդ հիմար թեզը գովազդի տակ ու հենց այնպես չի, սա քաղաքացիներին տերորի ենթարկելու համար է, բայց մենք նաև քաղաքացիների հետ շփվելուց տեսնում ենք, որ այդ թեզը չի ստացել արձագանք բավարար չափի եւ ուղղակի գումարները լցնում են ջուրը, բայց գոնե Հայաստանի լցնեն ջուրը, դուրս են տալիս այդ գումարը, այդ վատա, որ Հայաստանի ներսում չի գոնե շրջանառվում այդ գովազդի գումարները,
Ինչ վերաբերում է այդ մանկապարտեզ դպրոցին, պարոն Թովսյան, միջև էդ էլ, երբ որ մենք մեր տարածքային տարբեր կառույցներ ենք գնում, ես հիշում եմ, որ պարբերաբար որ գնում ենք, մեր կուսակցական ընկերները ասում են, որ այս մանկապարտեզը ամբողջությամբ վերադարձվեց ու ասում են, որ ժամանակին օրինակ Սերյան Օհանյանի Քենինա սեփականաշնորհած եղել թե ինչ, այսինքն sense ինչ որ կապակցված նախկին իշխանությունների հետ, մարդիկ այդ բոլորին պատկանող մանկապարտեզը, դպրոցի շենքերը վերցրել են, մասնավորեցրել են, կեսը դարձրել են, օրինակ իրանց սեփական տունը, այն մյուս կեսը սարքել են, տարածքներ են տվել վարձով, ու մենք այդ ենք հիմա վերադարձնում։ Հիմա դրա համար են մտածում, որ անխելք են սրանք, գոնե անեն սեփականություն իրանց, վերցնեն իրենց, փող աշխատեն դրանով, ապրեն այդտեղ, հələ նայեք ինչ են անում, գումար են դնում, սարքում են, որ մի հատ գյուղի բնակիչ ապրի, որտեղ մտածում են այդ բնակիչները, չէ՞ որ տարիներով, տասնամյակներով չեն ունեցել պարտեզ, հիմա էլ կարան չունենան։ Այս այլած մտածելակերպ։ Հա, դե իհարկե իրանց հասու չի այդ ամեն ինչը եւ ընդհանրապես իրանց տիպի քաղաքական ուժերին պետք են անկիրթ աղքատ, ոչնչից չհասկացող մարդիկ, որ ընտրությունների ժամանակ 10-20, հիմա էլ 100,000 դրամ բաժանելով իրանց քվեն ստանան եւ ըստ էության այդ մարդկանց զրկեն իրանց ձայնից դեռ երկար տարիներ ու քանի որ Տիկին Հակոբյան ես նաև հետևում եմ մեզ հետև նայողների թվերին, եկեք բարբերաբար կոչ անենք կիսվել այս լայվը, որ շատ ես եմ ուշադրություն դասեցի, արդեն մեզ շուրջ 360 վատ չի։ Եվ եթե բոլորը շեյր անեն այս ուղիղ եթերը, այդպես շատ հետաքրքիր փորձ կլինի ու շատ մարդ կդի։ Իդեպ Տիկին Հակոբյան, դուք հետևում եք, օրինակ Թույլ Հայաստան կուսակցության, վայ ու թույլ էր, թե ուժեղ չէ, արդեն չեմ էլ հիշում։ Թույլիկ չէ, բայց Ծույլիկ Հայաստան կուսակցության Քարոզ Արշավին։ Չի սազում մեր Հայաստանի կողքը նման անուններ դնել։ Դրանց, այո, ես բոլորին եմ հետևում, իդեպ, բայց միջև թույլիկներին անդրադառնալը ինձ ապշեցրեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ ասում էր իմ իշխանավարման տարիներին մեկ ցույց է եղել, որ ցրվել է եւ որևէ մեկը չի դիմել հիվանդանոց։ Հասկանում եք, ինչպիսի երեսպաշտություն պետք է ունենաս, ինչպիսի լկտի պետք է լինես, որ կանգնես եւ հվակային տենց բան խոսես, մտածես մեր գյուղից մարդ չկա, սպասիր խոսեմ գնամ։ Չէ՞ որ բոլորը հետևում են դրան։ Ու Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականին ինչ-որ ցույցի մասին է խոսել, ու մի կողմ ենք դնում բոլոր մնացած այդ իրադրությունը, իրավիճակները տարբեր սրված, բայց մենակ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը բավարար են բնորոշելու համար Ռոբերտ Քոչարյանի նմաններին։ Դրա համար տենց բան ասել, ասում եմ, մի լրագրող է մահացել, մի լրագրող է նստել։ Բայց ես եկեք հիշեմ, էլի, դուք երևի ավելի չնայած մենք նույն մոտավորապես տարեկից ենք, ես 98 թվից 2004 թվերն եմ սովորել եւ ես 2003 թվից մասնակցել եմ գրեթե բոլոր քաղաքական ակցիաներին, այդ թվում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանին եւ նախընտրական եւ հետընտրական գրեթե բոլոր ցույցերին եւ ես ուզում եմ հիշեցնել այն Բաղրամյան պողոտայի դեպքը, երբ որ երկու կողմից կալցո օպերացիա արեցին եւ պարզապես ջարդեցին այդ օրը խաղաղ ակցիա անող ժողովրդին, ով պահանջվում էր սահմանադրական հանրակրվե, որը 2003 թվականի ընտրությունների արդյունքում սահմանադրական դատարանը ընդունել էր, որ անհրաժեշտ է վստահության հանրակրվե անել, մարտի 1-ն էլ չասած, ամբողջությամբ մասնակից լինելով, գիտեք, իրանց թվում է, որ մենք ոչ միայն փաստեր չկան արձանագրված, հա, այս կամ այն վիդեո տեսա, այլև մարդիկ պարզապես հիմար են եւ հիշողություն ունեն հիշողություն, մտածում մանկուց է։ Այո։ Ես ախր այնքան այդ մարտի 1-ը չի անցել ու տասնամյակներ էլ անցնի, 100 տարի էլ անցնի, չի կարող մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը չի կարող ուղղակի մոռացվել։ Ու անգամ 18-19 տարեկան երիտասարդ ով պետք է գնա եւ ընտրի, ինքը տեղյակ է ինչա կատարվել։ Տեղյակ է, որքան էլ ժամանակին փորձել են տենց կոծկել, միևնույնն է, բոլորը գիտեն ինչա կատարվել ու տենց բան ասել, ախր ասում ոչ մեկ հիվանդանոց չի դիմել։ Հա, պարոն Քոչարյան, չեն դիմել, որտեղ միանգամից մորգ են տարել այդ մարդկանց։ Մորգ, 10 քաղաքացու մորգ են տարել ձեր քաղաքական հրամանի, անգամ Ղարաբաղից զորք, տանկեր, սնայպերներ բերելու պատճառով բնականաբար
Ինչ հիվանդանոց։ Մի անգամից մորգեն այդ մարդիկ, մորգեն նրանց հասցրել։ Ինչի մասին է խոսքը։ Այսպես բաներ են ասում, դրա համար չես հասցնում ուրիշներին հետևել։ Բայց եթե նաև անդրադառնանք մնացածին, որ համել մեծ դիտողներին չձանձրացնենք, տենց արագ անցումներ կատարենք, մի հետաքրքիր հայտարարություններ էր այսօր արել Գագիկ Ծառուկյանը, ով չգիտեմ ինչն է այդ կուսակցության, որովհետև փաստորեն նա չի լինելու վարչապետ, հա, ասել է, որ ինքը վարչապետ չի լինելու եւ չի ասում ով է վարչապետի թեկնածու, բայց վստահ եմ, որ էլի Քոչյանի անունն է տալու, որովհետև Քոչյանի ստեղծած կուսակցությունն է ի վերջո։ Նա ասել է, որ երաշխավորություն տեսնում է ուշադրություն անգամ Պակիստանի տեսքով, հա, ասել է, որ Պակիստանը կարող է լինել Հայաստանի Ադրբեջանի միջև խաղաղության երաշխավորը։ Այսինքն այդ որ իրանք ասում են 300,000 ադրբեջանցի կամ չգիտեմ ինչ բան եւ այլն մոռացել են, հա, որ Պակիստանի հետ մենք նոր ենք հարաբերություններ հաստատում մի պարզ պատճառով, որ նրանք հրաժարվում էին մեր հետ հարաբերություններ հաստատել, որովհետեւ Ադրբեջանի դաշնակիցն էին եւ նաեւ օրինակ Ադրբեջանի զինված ուժերին օգնում էին։ Սա ոչ թե գիտեք, սա պարզ գրագիտության բացակայություն էլ չի, սա չգիտեմ արդեն ինչ է, էլի, որովհետև առնվազն գոնե կողքից կարան ասեն, կողքից կարան, ինչ թուղթ կարան տան, որ կարդա, հա, վերջի վերջո։ Բայց տառերը պետք է իմանալ դրա համար, կներեք, դե աուդիո վերսիայով կարա։ AI-ը ճիշտ գործիք էր, պարոն Թորոսյան։ Ես համեմատում եմ ինչքան հաջող էր ստացվում Սամվել Կարապետյանի խոսքը AI-ի միջոցով, ինչքան հաջող, ինչքան լուրջ էր, եւ միակ նադատությունն անել, որ AI է։ Ու հիմա համեմատում ես իրական Սամվել Կարապետյանին, հասկանում ես, որ գոնե հասարակությանը խնայելու համար ճիշտ էր AI-ից օգտվել։ Այս բանը մի հատ գործիք ունի, բանը կարողանում ես հենց հիմա բան անես, հարցում իրականացնես, մի հատ հարցում եմ իրականացնելու, որ Սամվել Կարապետյանին եք ընտրում, տենամ քաղաքացիները որին կընտրեն, արհեստական բանականության, թե իրական։ Բայց մի հատ էլ ոչ մեկին տարբերակ տվեք, որտեվ մարդիկ կտեն կոմենտ են գրել։ Չէ, կատակ են կանում։ Որն է ավելի հաջող, հա։ Որ Սամվել Կարապետյանին եք նախընտրում։ Իրոք անելու են, որովհետև լրիվ տրագիկոմեդիա են դարձրել բանը այս ընտրությունները, պրիտոմ մեկը ոնց որ մրցավազքը իրար մեջ լինի, թե ով ավելի անհեթեթ բան կասի, հասկանում եք։ Բայց երբեմն տեսեք, օրինակ խոսքերը կրկնվում են, օրինակ երկու տեխնացուներն էլ Պարեկին պարետ են ասում օրինակ, Ծառուկյանն էլ է միացել այդ բանին, այս արշավին եւ հա, նորից Պարեկին պարետ է ասել, նենց որ մեկ-մեկ նաեւ կրկնվում է, Լուկաշենկոյի տեխնացուն, այո, միացել է այդ արշավին։ Այդ չեմ ասում, ինձ համար շատ ծիծաղելի էր Աճապահյանին աջակցող Սամվել Կարապետյանի պարբերաբար մոտ 3-4 անգամ Աճապարյան ասելը, Աճապահյանին։ Եթե նա ինքան չէ, որ հետո ասելու է, որ այլ մարդու նկատի ուներ, ապա սա էլ է շատ զավեշտալի, բայց պարոն Թորոսյան, նաև մենք սենց հիմա այս եռագլուխը շատ ենք իհարկե ավելի ուշադրությունները սրանց է ուղված, բայց այդ եռագլխի տակ կան նաև փոքրիկ այլ գլխիկներ, հա, օրինակ Թաթոյանը։ Ես ժամանակին, երբ որ նա մարդու իրավունքների պաշտպան, երբ որ նայում եմ, ասում եմ, հա, դե իրականությունից կտրված բան, տենց ինչ որ հրանգներ կատարող խելացի տղա է երևում, մարդ է երևում, բայց հիմա երբ որ ես նրա խոսույթն եմ նայում, ես չգիտեմ ինչ մասնագետների հետ է աշխատում, բայց նրա կերպարը ամբողջությամբ փչացրել են, եթե դա նրա էությունը չէ, նրա լեքսիկոնը, նրա արտահայտած մտքերը, բառապաշարը, բացարձակ ինձ թվում էր մի պահ, ես որ մի Ստաթիկ Սերյանյանի հյուրն էր, լսում էի, ինձ թված AI է նստած, ոչ թե ինքը։ Հիմա ով որ ավելի, ես հասկացել եմ, բայց խնդիրը որն է։ Մտածում եմ, ով որ ավելի վատ բառապաշարով խոսի, այդ մի 10-15% ընդդիմադիր մարդիկ դեպի իրենց են ուղղելու, հասկանում եք, ընդդիմադիրներից ձայն կորզելու բան է սկսած։ Մրցապայքար, նրանք չեն պայքարում այն չկողմնորոշված մարդկանց համար, այլ ընդհանրապես այն, չգիտեմ,
Ծառուկյանին ընտրողին գրավեն դեպի իրանց կողմ, այն մեկը չեմ Ծառուկյանը կալուգացու ընտրողին գրավի եւ մտածում եմ, որ այդ շատ ագրեսիվ մեր դեմ տրամադրված եւ հաստատ մեզ չընտրող մարդիկ, եթե ընտրեն ավելի վատ իրեն բառապաշարեն, ընտրեն իրենց, ապա իրենք անցողիկ շեմը կհաղթարեն։ Իսկ այս Ընդհանուր այս 2 օրվա այս վատ բառապաշարը, մեկից ավելի վատ բառապաշարը, դրան է միտված, որ ընդամենը մեկից ձայն բանը կորզեն, բայց սա ասեք Քոչյանի տեղը իրենց պետք է ընտրեն։ Դրան տերմին եմ, այդ ինչ որ դուք նկարագրում եք, ես մի հատ տերմին եմ դրան տվել, կոչվում է ընդդիմադիր արևի տակ տեղ փնտրել։ Այսինքն, քանի որ կոպիտ ասած, իհարկե մեր շատ քաղաքացիներ մեր տեսակետները չեն կիսում, չնայած մենք իրենց էլ ենք սիրում եւ հարգում, այնուամենայնիվ այդ ընտրազանգվածը մեր քաղաքացիները մեծամասնություն չեն կազմում, որովհետև մեծամասնությունը մեր ժողովրդի հասկանում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ իրանք իրար մեջ այդ արևի տակ տեղ են փնտրում ու դա վաղուց է, հիշում եք, որ Սերժի ու Ռոբերտի միջև էլ ինչ որ նախընտրական փուլում տենց բան կար իրանց կուսակցությունների անդամների միջև, դա էլ էր դրա մասին, որ բայց այդեք շատ հետ չգնանք, շատ հետ չգնանք, Գյումրու ընտրություններին հիշում եք Վարդանիկն ու Մարտունը ինչքան կատաղել իրար դեմ պայքարում, բայց դա հիշենք նաև, որ նրանց չկանգնեցրեց միավորվելու համար ու այդ անգամ Արիան անգամ հայոյանքներ էին, չէ՞, տալիս այն Մարտունովյան ձայն կտավը, բայց վերջում գնացին ու դրա վրա բանցան սեփական անվան արժանապատվության, դրա համար հիմա ասում են օրինակ Մարտուն Գրիգորյանը անգամ կաշկանդվում է Գյումրիում քայլել, որովհետև նրան ձայն տվողները շատ դժգոհ են։ Բայց հետո տեսակ, չէ՞, եկեք մի բանի մասի խոսանք, էլի լավ բան բացեցիք, ցուցակների։ Մարտուն Գրիգորյանը հիմա ում ցուցակում է։ Շատ դժվար է հիշել, շատ դժվար է։ Ես Ծառուկյանի։ Նույն ցուցակում չի մնացելու, շատ քիչ մարդ կա, որ Արամ Վարդևանյանը ում ցուցակում է։ Սա էլ գնացել է Կալուգասու ցուցակ։ Իսկ Էլինար Վարդանյան, Արեգնաս Մանուկյան։ Վարդանիկի տեղակալը, որ հիմա Գյումրու քաղաքապետացու է, ում ցուցակում է։ Դա ում ցուցակը գնացել։ Ես արդեն չեմ Հայաստան, Կալուգասու ցուցակում է։ Կամ նույն Մայր Հայաստանը, Անդրանիկ Թևանյան, Դոնբասի հերոսը։ Գնացել է Ծառուկյան։ Կեսը Ծառուկյանում է, ոչ։ Կեսը Քոչարյանում է, կեսը Քոչարյանում։ Ու տենց ֆանտաստիկ մի հատ եռյակ ստացվել, բառից բուն իմաստով, սենց խաղակարգի։ Բայց անգամ եթե հետ շատ էլի չգնանք տարիներով թե նախորդ խորհրդան, այն որ ուժեղ Հայաստանն ասում է մենք մաքուր ձեռքերով, դա մաքուր ձեռքերը շատ ծիծաղելի է, բայց որ ասում են նախկինում տենց քաղաքականության մեջ չեղած մարդկանցով ենք, սկզբից հիշում եք իրենց բրենդավորումը է, բայց ասենք իրենց առաջին տասնյակի մեջ դժվար է գտնել մարդ, ով շատ ուժեղ փոխկապակցված չէ նախկին իշխանությունների հետ, Օրինակ Մինասյանի կադրերից կան շատ եւ այլն եւ այդպես շարունակ։ Թովմասյանի Սանիկ եւ ասենց խավոր Սանիկներով իդեպ ես վերջերս հիշեցի, որովհետեւ դժվար չի իմանայի նախկինում։ Մի հոգի գրելա Տիկին Հակոբյան, արի մի հատ կարդամ էլի, Հասմիկ ջան Բելգիայից իմ հարազատներից 9 մարդ արդեն եկան ձեզ ընտրելու։ Ես մեկ բոլորին հրավիրում ենք Հայաստանի Հանրապետություն մասնակցելու։ Ոչ միայն եկեք ընտրեք, այլև վերադարձեք Հայաստան, այստեղ հաստատ ավելի լավ է, քան աշխարհի ցանկացած ավելի զարգացած երկրում։ Շատ քաղաք, այն օրը Ռուսաստանի դեպքով էին բանանում, մեգամոլ էի մտե, մի քաղաքացի մոտեցավ, ասաց ժամը 6-ին եմ առավոտ իջել, հատուկ եկել եմ, որ ձեզ ընտրեմ, ու մի բան։ Ես Վայոց Սորում էլի մի քաղաքացի մոտեցավ, ասեց ընտանիքով վերադարձել ենք 20 օր առաջ ու արդեն մնալու ենք ստե նաև նենց ենք եկել, որ ընտրություններին մասնակցենք, ձեզ աջակցենք ու մնալու ենք այստեղ։ Իդեպ արդեն բիզնես էր, զբոսաշրջային բիզնես էր մտածել, ասեց, որ նախորդին արդեն գնել էր առաջին հողատարածքը, որի վրա ինչ որ այդպես զբոսաշրջային բիզնես էր սկսում եւ սա շատ ուրախալի է եւ միֆ է նաև այն մարդիկ մեկ-մեկ ասում են Ռուսաստանից բերելու են բանը Կալուգացին բերելու են մարդիկ, որոնք գալու են իրենց են ընտրելու, վախենում են քաղաքացիները, բայց ես Ռուսաստանից այնքան քաղաքացի եմ տեսել, լսել, որ եկել են հատուկ մեզ աջակցելու ու նաև այս խոսույթը կոնսոլիդացրել է մեր աջակիցներին եւ առհասարակ պետականամետ մտածող մարդկանց կոնսոլիդացրել ու շատերը գալիս են դրա համար, որ մեզ աջակցեն եւ չլինի այն, ինչից մենք բոլորս վախենում ենք, այսինքն վերարտադրություն նախկին իշխանության, ով բերելու է պատերազմ, որտեղ
ում է մեր սարկած դպրոցը, պարոն Թորոսյան, ում է պետք մեր սարկած ճանապարհը, ում է պետք վերադարձած քաղաքացիները, եթե լինի պատերազմ, ամեն ինչ գլխի վար շուռ է գալ։ Երկու բան եմ ուզում ասել այդ ձեր ասացի վերաբերյալ, մեկը մեր սահմանապահները սահմանը հատելուց այսօր մի քաղաքացի էր Facebook-ում դրել, նաև ընտրական օրենսգրքի ընտրական հանցագործությունների մասով զգուշացում են տալիս մեր քաղաքացիներին, որ հանկարծ ամեն դեպքում չտրվեն այդ սադրանքներին, եւ երկրորդը, որ ասում են 300,000 ադրբեջանցի չէ, մենք 300,000 հայ ենք բերելու Հայաստան ու աստիճանաբար բերում ենք, անցյալ տարի արդեն 8,000-ից ավել քաղաքացի հետա վերադարձա եւ ամեն տարի տասնյակ հազարավոր քաղաքացիներ վերադառնալու են իրենց երազանքների հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը, որ նոր օրի ուժեղանալու է հենց նաեւ իրենց շնորհիվ եւ իհարկե մեր վարած քաղաքականության շնորհիվ, այդ թվում արտաքին գիտեք, այսօր ասում են Ռուսաստանը էս կանի, Ռուսաստանը այն կանի, Ռուսաստանին անհրաժեշտ է դաշնակից, պարտնյոր, որը որ կանխատեսելի է, իսկ մենք կանխատեսելի ենք մեր ժողովրդավարությամբ եւ մեր ժողովրդի ցանկություններով, եւ մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ ոչ հարաբերություններ խզել, ոչ հարաբերություններ փչացնել, հակառակը մենք պատրաստվում ենք ուժեղացնել եւ զարգացնել մեր հարաբերությունները աշխարհի շատ երկրների հետ, թե արևելք, թե արևմուտք, թե հյուսիս եւ թե հարավ, ու դա է մեր բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականության հիմքը, որը տալիս է իր պտուղները այս ճգնաժամային իրավիճակում ամենակայուն տեղն է Հայաստանը դարձել այս տարածաշրջանում։ Ինչը նյարդայնացնում է մեր ընդդիմադիր գործիչներին, զգացել եք, պարոն Թորոսյան։ Ոնց որ sense ուղղությամբ ցույց ասում են, բայց ստեղ էլ կա Ամերիկայի դեսպանատուն։ Իրան, լսիր ասում են, ստեղ կա Ամերիկայի դեսպանատուն։ Հրավիրում են Իրանի շատ դեպի Հայաստան խնդիր։ Ահա, ստեղ է խնդիր։ Ոնց որ ամեն անգամ ասում են Իրանը, տեսեք, մեր դեմ կպատերազմի, բայց մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի մեր գործընկերների հետ եւ մշտապես հասկացել ենք այդ զգայուն մեր աշխարհագրական դիրքը, մենք Իրանի, Իրանը մեր եւ անգամ Եվրամիության այդ խաղապատ դիտորդական առաքելությունը, երբ որ տեղակայվեց մեր սահմանին, Իրանի Իսլամական Հանրապետությունը միայն դրական արձագանքներ տվեց, ինչպես նաև թրիփի դեպքում կհիշեք, որ սկզբից ինչքան էին բանանում, որ այդ թրիփը ասում էին Իրանին ճանելու համար, դիտարկելու համար է Իրանը, Միացյալ Նահանգները, որ Իրանին լրտեսություն անել, այո, լրտեսություն, չգիտեմ ինչի համար է, հա, ու հասկանում եք, անգամ այդ դեպքում ոչ հայամետ հայտարարություններ էին կապից հա, կտրվել է, կտրտվեց, մի քիչ կտրտվեց, կարող է ինչ-որ բանը միացնեք, հա, այնուամենայնիվ, եկաք, Տիկին Հակոբյան, հա, ոնց որ եկաք, ինձ մոտ նորմալ է ամեն ինչ ցույց տալիս։ Հա, ուզում եմ ասել, որ Իրանը անգամ հայտարարեց, որ մեզ համար կարևոր է Հայաստանի կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, եւ քանի որ թրիփով տարածքային ամբողջականությունը երաշխավորվում է, մենք միայն ուրախ ենք։ Այսինքն, այդքան անգամ մեր ընդդիմադիրները քիչ էր մնում խմբեր ձևավորեին, գնային Իրանի Իսլամական Հանրապետություն ու Հայաստանի դեմ բան անեին, ինչ որ կռիվ հրահրեին, ասեն մի հատ ստեղ ոնց որ դուք լավ չգիտեք, ստեղ ձեր դեմ բաներ է արվում, հասկանում եք։ Ես չեմ կարծում, որ վատ է մեր հարաբերությունը։ Ես կարծում եմ ուղղակի այդ վասալային հարաբերությունները հիմա փոխակերպվել են գործընկերային հարաբերությունների։ Ու Ռուսաստանի Դաշնությունը դարձել է Հայաստանի համար եւս մեկ շատ կարևոր, բայց գործընկեր։ Այսինքն եթե ժամանակին օրինակ մենք չենք կարող մտածել, որ կարող ենք նոր ատոմակայանի այլընտրանք մտածել, օրինակ մտածել Չինաստանից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, տարբեր երկրներից առաջարկներ ընդունել։ Հիմա մենք ունենք 5 թե 6 արդեն առաջարկ ատոմակայանի, նոր ատոմակայանի համար, որոնցից մեկն է Ռուսաստանի Դաշնությունը։ Ու այս դեպքում Հայաստանն է շահում, որովհետև եթե շատ են առաջարկները, մենք ընտրելու ենք լավագույնը։ Իսկ մեկ առաջարկի դեպքում ուղղակի այլընտրանք չկա, դու պետք է ընտրես դա, լինի գնային, լինի որակային, ու սա կարելի է կենցաղային օրինակի վրա բերել, ասենք կապի օպերատոր, չէ՞, երբ որ ժամանակին մեկ օպերատոր կար, Armentel-ն էր, կապը թանկ էր եւ որակը լավը չէր։ Երբ որ շատացան, բնականաբար մրցակցում են այդ դեպքում ընկերությունները, որպեսզի ավելի լավ առաջարկ տան եւ ընտրեն իրենցը։ Հիմա մենք տրանսֆորմացիոն շրջանում ենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, այնպես որ սա միայն դեպի լավն է լինելու Հայաստանի համար, մեզ համար կարևորը Հայաստանի շահն է։
Միանշանակ, բայց ոնց որ մենք կապի խնդիր ունենք էլի, իդեպ բանը, այս հարցումը ավարտվեց եւ պատասխանողների 91%-ը ընտրեցին արհեստական բանականությամբ Սամվել Կարապետյանին, ինչը շատ Ես չեմ քվեարկել, կանխատեսելի բայց ես էլ եմ ընտրում AI-ով։ Ախտեսելի արդյունքեր։ Տիկին Հակոբյան, դուք էլ եք Նոր Նորքում բնակվում, ես էլ հիմա զբաղվում եմ Նոր Նորքի քարոզարշավով, այսօր թույլիկները Նոր Նորքում էին, ինչ որ բաներ կա, տեղեկություններ կա, ոնց անցավ այդ քարոզարշավը իրանց։ Ես այդ պահին մեքենայով անցնում էի ճիշտն ասած ու քանի որ նրանց հանրավակը տեսա հենց Գայի արձանի մոտ էր ու կողքով պետք է այդ Նանսենի այգու կողքով պետքա գնամ որ դեպի իմ տուն գնամ ու ճանապարհին անընդհատ գազելներ եմ տեսնում իրանց լոգոյով գազելներ անգամ մի քանիսը ճիշտ է ուշ բան արեցի գիտակցի որ պետք է նկարեմ բայց մոտապես 9 գազել գոնե նկարել եմ այսինքն այդ գազելները ինչի համար է բերված ակնհայտ է չէ որ այդ գազելները բերվել է Մասնակիցների թիվ դրանց ապահովել։ մարդ են բերել եթե ուղղակի քանի որ Երևանում այդ կայանման տեղը խնդիր է էլ ավտոբուսով երևի չեն բերել կամ մյուս կողմում ա եղել այգու դա էլ չգիտեմ բայց բազմաթիվ գազելներով բայց ես ձեզ ասեմ բացարձակ այն քանակը մարդկանց որ կար նրանց այդ հայտարարված հանրահավաքին մեր չնախատեսված կանգառների ժամանակ են մարդիկ հավաքվում այդքան Ես այդ կասեմ։ Թեև ես միշտ հարգանքով եմ վերաբերվում այդ բոլոր քաղաքացիներին եւ այդպես է պետքա լինի, որոնք որ նախընտրում են այլ քաղաքական ուժերի, բայց գիտեք այդ արհեստականությունը այնքան է երևում, որ ես նույնիսկ իրենց փոխարեն ամաչում եմ անկեղծ ասած, հենց իրենց փոխարեն ու մենք նաև առիթը օգտագործելով ասենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է նոր գալու մայիսի 22-ին, մենք իհարկե Վերջի օրն է, պարոն Թորոսյան։ Այո, վերջի զանգի օրը մենք իհարկե երթուղին կհրապարակենք, բայց բոլորին սպասում ենք, փորձելու ենք լինել բոլոր զանգվածներում եւ ջրվեժում, որովհետեւ Նոր Նորքը մի քիչ կտրտված կառուցվածք ունի եւ մյուս թաղամասերի նման չի, որ ասենք մի փողոց հա կամ մի քանի փողոց դրա շուրջ բազմաբնակարան տներ եւ բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք այդ մեր հերթական տոնախմբությանը, որը համընկել է իսկական, այսինքն վերջի զանգի տոնախմբության հետ։ Այո։ Բան դուք ես կոմենտներ եմ կարդում, իդեպ այստեղ քաղաքացիներից գրել են, որ ես էլ եմ գալու Ռուսաստանից ձեզ ընտրելու Տեսեք, օրինակ էլի մարդկա, որը հայտարարում է։ Վստահաբար շատ են գալու։ Մենք էլ ենք գալու, տեսեք շատ են գրում, որ գալու են, որ մեզ ընտրեն։ Ես էլ եմ գալու, տեսեք ինչքան մարդ է գրել, որ գալու է, որ ընտրեն։ Բոլորը շատերն են գալու եւ գիտեք այդ նաեւ ինչի մասին է խոսում ոչ միայն մեզ հատուկ ընտրելու այլ այդ պետականության կարեւորության զգացողություն մասին է որ իրանք հասկանում են որ դա շատ կարեւոր է շատ որտեղ ու մտքի մեջ է իրանք իրանց ապագան այնուամենայնիվ կապում են Հայաստանի Հանրապետության հետ եւ ոչ թե այն երկրի որտեղ որ իրենք այս պահին ապրում են հուսով եմ ժամանակավոր որտեղ վստահաբար մեր մոտ ավելի լավ է Այո Միանշանակ գալու են ու եթե անգամ գալիս են ընտրությունների հետ կապված ընտրեն գնան շատերը մտածելու են վերադառնալու մասին ես շատ մարդիկ գիտեմ Մինսկից եկող էլ ունենք ես էլ եմ գալիս Մինսկից ես էլ կարծացի Մինսկից այո շատերն են գալու համեցեք մենք բոլորից սպասում ենք բայց քանի որ նաև այդ ընտրակաշառքով բերվող մարդկանց մասին ի սկզբանե խոսեցինք ես կարծում եմ ավելորդ չէ եւս մեկ անգամ ասել որ սիրելի քաղաքացիներ, երբ որ ձեզ այդ հարցով մոտենում են, դուք մի մտածեք, որ լավ, կգամ, կվերցնեմ այդ գումարը, իրանց փողով կգամ, չեմ ընտրի։ Տենց մի մտածեք, որովհետև դուք եւս քրեական հանցագործություն եք կատարում ու նման բան անելու դեպքում դուք կարող եք գաք Հայաստան եւ ձեզ դիմավորեն իրավապահները Պատկերացնում եք մինչև 2033 թվականը կարող եք անցկացնել բանտում միայն նրա համար, որ մտածել եք լավ կվերցնեմ, բայց չեմ ընտրի։ Ցանկացած դեպքում, եթե դուք վերցնում եք ոչ միայն ընտրակաշառք տվողն է պատասխանատվության ենթարկվում, այլև վերցնողը, դրա համար ես չեմ ուզի, որ որոշ մարդիկ այդ կարիքից ելնելով վերցնեն կամ այդ իրենց ասած պրագոններ են անում, գողականներ են խառնում, միգուցե շատ քաղաքացիներ ասեն լավ գլուխ չդնենք սրանց հետ խնդիրներ չունենք, բայց իմացեք, որ դուք ինչ որ սուտի գողականների հետ խնդիր չունենալու պատճառով գալու եք ու իրավապահների հետ եք խնդիրներ ունենալու։
Իդեպ տիկին Հակոբյան, մենք այս ոնց որ լավ է ստացվում մեր մոտ, եկեք ամեն դեպքում պայմանավորվենք, որ հետո էլ ենք անելու, որ մեր քաղաքացիները նաև սպասեն մեզ, օրեր չասենք, չֆիքսենք, բայց հարմարացնենք, որովհետև շատ հետաքրքիր զրույց է ստացվում, եւ ես առաջարկում եմ, գիտեք, այդ ստեղ ընտրակեղծարարությամբ զբաղվողների մասին խոսենք, զուտ հոգեբանորեն, էլի, ասենք այդ մարդիկ ինչ են մտածում, այս պայմաններում, երբ որ իշխանությունն է պայքարում ընտրակեղծարարների դեմ, զբաղվել ընտրակեղծարարությամբ, այսինքն անկեղծ չեմ հասկանում այդ մարդկանց հոգեբանությունը, հատկապես երբ որ ձերբակալություններ են լինում, կալանավորումներ են լինում ու ըստ էության իրանք պատասխանատվության են ենթարկվել, իրանք ոչ մեկ դատաիրավական համակարգը աշխատելու է, ասենք դուք ինչ եք կարծում, օրինակ, ինչի են այդ մարդիկ այդ քայլին գնում։ Ես գիտեմ ինչ են, ես էլ եմ երկար մտածել։ Տեսեք, ինձ թվում է նույն շղթան գործել է նաև 2021 թվականին եւ ես ուզում եմ արձանագրենք, որ մեր իրավապահ համակարգը այս աստիճան պատրաստված չէր։ Հիմա մենք ունենք շատ ավելի պատրաստված եւ ուժեղ իրավապահ համակարգ եւ ավելի պրոֆեսիոնալ, ավելի լավ են պայքարում, որովհետեւ հիշեք մենք 21 թվականին այս հայտարարությունները չունենք։ Հետո իհարկե եղան ընտրակաշառքի դեպքեր, եղան նաև գործող հիմա անդիմադիր ֆրակցիաների համար աշխատող ընտրակեղծարարներ կան, որոնք դատապարտվել են, մեղադրական եզրակացություններ կան, բայց մեծ մասը չի դատապարտվել, քիչ էին դրա։ Հիմա ես պատկերացնում եմ մինչև ընտրություններ մենք ինչքան ենք նման հայտարարություններ լսելու հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակած եւ կարծում եմ, քանի որ նախկինում շատերը մնացել են անպատիժ, մտածում եմ, որ էլի կպլստան ու հիմա փող են բռնում։ Ու ես այս լեքսիկոնն էլ իմը չէ, ես ձայնագրություններից եմ հիշում այս լեքսիկոնը, դրա համար եմ օգտագործում։ Հիմա ուզում են փող բռնեն, մտածում են, դե հիմա փողի քսակ են գտել, որովհետև ով մտել է պայքարի մեջ, հսկայական փողեր ունեն, պարոն Տերեսյան։ Մեկը ֆորցի ցապով, ասում եմ կամ էլ իրանց լեզվով ասած բերթի պուծովկա բռնեն։ Դե կարող է որոշ մարդիկ ուզեն անգամ բերթի պուծովկա բռնեն, բայց ինձ թվում է մեծ մասը ուզում է փող բռնի, բայց արդյունքում բերթի պուծովկա է բռնելու եւ բոլորը ընտրապայքարի մեջ մտածեն մնացածը ունեն շատ փող։ Մեկը Forbes-ի ցուցակով է միլիոնատեր դոլարային, մյուսը դե Քոչարյանը գիտենք, մենակ Ապոլնի գույքը հերիքա, որ չգիտեմ, մենք Հայաստանը ծաղկի էլի այդ ամեն ինչը որ հետ տա։ Այն մյուսը տեղական մեծահարուստն է Ծառուկյանը, դրա մասին չեմ խոսում։ Շատ տարօրինակ կերպով Արման Թաթոյանն է, շատ մեծ գովազդներ, ինձ թվում է մենք Ծառուկյանի շատ գովազդներ ա դնում, իսկ գումարը որտեղ է։ Տեղեկություններ եղան մամուլում, որ Արման Թաթոյանին էլ են տարբեր երկրներից ֆինանսավորում, հուսամ մեր իրավապահ մարմինները դրանով էլ են զբաղվում։ Հիմա տեսեք, այդ ամբողջ գումարը հիմա անխնա բաժանվելու է։ Ու եթե այս մարդիկ վստահ են, որ իրենք հաջորդ վարչապետն են, իրենք ունեն լայն աջակցություն, ապա ինչի համար է պետք փող բաժանել։ Հիմա մենք ինչի համար փող բաժանենք, պարոն Թորոսյան։ Նախ չունենք փող որ բաժանենք։ Եվ եթե մենք ինչի համար բաժանենք փող։ Մենք գիտենք, չէ՞, որ մենք ընտրվելու ենք։ Մենք ոնց կարանք այդ բանին դիմենք, էլի, այդ միջոցին դիմենք։ Հիմա իրենց փողերը բաժանում, որ հետո գան շատ բան կա արդեն գրփելու, մտածում են ներդրում անենք, մի քանի միլիոն ծախսենք, մի քանի միլիարդ, հետո հետ կվերցնենք այս քաղաքացիներին։ Նորակառուցողներ, ֆրիփը, որը մեծ ֆինանսական հոսք է ենթադրում, ապա շրջափակումը Հայաստանի Հանրապետություն, պատկերացնեք տնտեսական ինչ աճ է գրանցելու Հայաստանի Հանրապետությունը, ու մենք արդեն այս 8-9 ամսվա մեջ կարողացել ենք մեզ թույլ տալ թոշակ բարձրացնել, այդ ապահովագրությունից մեր թոշակառուները բազմաթիվ ծրագրեր, ու սա 9 ամսվա համար, դուք պատկերացնում եք մյուս դեպքում ինչպիսի ֆինանսական հոսքեր են լինելու, ու դա քաղաքացիներից ուղղվելու է դեպի իրենց էլի օֆշորային հաշիվներ, իրենց գրպանը, եւ դառնալու են բոլորն էլ, այո, Forbes-ի ավելի բարձր սանդղակի միլիոնատերեր։ Իդեպ տիկին Հակոբյան, մենք այս խոսակցության մեջ արդեն այնքան սուտ թեզերի անդրադարձանք, մի թեզ էլ նոր մի քիչ առաջ ասացիք, այդ հաջորդ վարչապետ, էլի, չգիտեմ, հիմա կենտրոնանանք այդ օրենսդրական բանի վրա, թե թողնենք ապագայի, որտեվ անվերջ իհարկե խոսալու թեմա կա, բայց կարճ ասենք, որ բոլորը հասկանան եւ իմանան, որ Սամվել Կարապետյանը նույնիսկ եթե չգիտեմ շատ ուզենայել, չեմ ուզում ալեգորիաներ օգտագործել, նույնիսկ շատ ուզենայել, շատ աշխարհի փողն էլ ունենա, ամեն ինչն էլ ունենա, ինքը չի կարող դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, պարզապես չի կարող։ Եվ վերջ։
Նախ, որովհետև նա չկա ցուցակում, եւ երկրորդ, որովհետև նա Գոնե երկու երկրի քաղաքացիության մասին գիտենք։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը ինքը կարողանա արագ իր գործերը կազմակերպել եւ ենթադրենք 8 ամսում հրաժարվի քաղաքացիությունից, ապա օրինակ Կիպրոսի դեպքում ինքը չի կարող։ Դուք գիտեք, որ Սամվել Կարապետյանը ներգրաված է Ֆրանսիայում, մեկ այլ Եվրամիության երկրում, փողերի լվացման ինչ-որ սկանդալային գործով եւ ներքին կարգավորումներով չի կարող Եվրամիության մի երկրում ուրեմն խնդիրներ ունեցողը հրաժարվի Եվրամիության որևէ անդամ երկրի քաղաքացիությունից։ Ուրիշ հարցեր կա, հրաժարվելը կներեք հրաժարվելը քիչ է, պետք է 4 տարի առնվազն եղած չլինես Իրանք ասում են դա էլ կփոխենք, պարոն Թորոսյան, ասում են դա էլ կփոխենք։ Նախ իրանց փոխելով չի, այս երկիրը այն որ ասում է որփի գլուխ չի, որ երբ ուզենան խուզեն, ու երկրորդն էլ պետք է կարենան որ փոխեն, ասենք ես կասկածում եմ որ իրանք նույնիսկ դաշինքների շեմը կհաղթահարեն, ելուր մնաց բան փոխեն։ Հա, ես էլ եմ վստահ։ Իդեպ իրանք էլ հասկացան վերջում, որ չեն կարող, դրա համար 5 կուսակցություն են միացել, բայց 3 կուսակցությունով դաշինք ներկայացան ԿՀ-ին, որովհետև եթե 4-ով ներկայանային 8 է, բայց եթե իրանք բոլոր կուսակցություններին հաշվեին, օրինակ ապրելու երկիրը միացել է, բայց նա որպես դաշինք չներկայացավ, որովհետև եթե դա էլ հաշվեին, իրանք պետքա 10%, իրանք հաշվարկեցին, որ 10% չեն կարող հաղթահարել, ելուր մնաց հաջորդ վարչապետ, բայց սա պետք է մեզ այդ ապահովության զգացում չտա, որովհետև սրանք բոլորը կարող են այտենց 5-6%-ով անցնել խորհրդարան, միավորվեն ու իրենց միջից միակ վարչապետի թեկնածուին, միակ Ռոբերտ Քոչարյանի, հետևել մնացածը որ չունեն վարչապետի թեկնածու։ Միակին դարձնեն բան վարչապետ։ Բայց ես վստահ եմ, որ ժողովրդական զարթոնքը ոչ միայն թույլ չի տալու, այլև սրբելու եւ տանելու է նրանց դեպի պատմության խորը աղբանոցը եւ ես միշտ ասել եմ, որ դինոզավրերը վաղուց մահացել են, այդ թվում քաղաքական դինոզավրերը։ Մեկ-մեկ մուլյաժներով հայտնվում են ոնց որ տեսնում եք։ Ուղղակի բան տեսան, մեկ-մեկ տենց մեր աջակիցներից լսել եմ, որ ասում են դե հաստատ դուք անցնելու եք ինչ կա տեղ անհանգստանալու բան։ Եվ այդ մարդիկ կարող են մտածեն, դե լավ Կիրակի է, քաղաքից դուրս գնամ, օրինակ մտածեն, լավ գլուխս ցավմա տանից դուրս չգամ, շոկ է, չէ, ամեն ձայնը կարևոր է, որովհետև հետո եթե հանկարծ ստացվի նրանց ուզած սցենարը գծած նախ շատ վաղուց են սցենարը գծել։ Եթե այդ սցենարը ստացվի, ապա հետո գլխներիս ենք տալու, պետք է մի քանի րոպե տրամադրել, մեր տան կողքն է հիմնականում լինում մեր ընտրատեղամասը, գնալ եւ ընտրել։ Հիշում եք, պարոն Թորոսյան, մենք առաջին երկրորդ զանգվածում որ Քարոզաշավի ենք օրերս միասին, մի պապիկ ասեց, ինչ ա եղել, տաքսին կկանչեմ։ Կնոջս այդ 80 տարեկան է, կինն էլ 76։ Ասեց կնստենք տաքսին, անպայման գնանք ընտրատեղամաս ու կընտրենք։ Այսինքն եթե այս 80-ամյա պապիկը կազմակերպում է անգամ դժվարություն ունենալու տեղաշարժվելու դժվարություն ունենալով, ապա բոլորս պետքա նույն պատասխանատվությամբ վերաբերվենք պետությանը եւ մեր ձայնին եւ ժողովրդավարությանը ու գնանք ու մեր ընտրությունը կատարենք։ Միանշանակ դրա մասին դեռ էլի կխոսենք իհարկե, բայց ավելի կարևոր բան, քան 5 տարվա մեջ մեկ անգամ գնալ եւ քո ձայնը տալ քո երկրի ապագային չկա, պարզապես չկա։ Հաստատ։ Պարոն Թորոսյան, նոր գիտեք ինչ հիշեցի, այդ փոքրիկ այդ երագլխի տակի գլխիկներից մեկը օրերս ՀՄԿ-ի հարցազրույցի շրջանակում ասում էր, որ իրենք գալու են ու Աֆրիկայից զորք են բերելու։ Այդ տեսակետին լսել եք, հա? Աֆրիկայից ասում է բանը, մասնավոր զորք Արթուր Բրադերսը, չէ։ Այո։ Նոր հիշեցի, որ խորանանք շատ ծիծաղելի է իրավիճակը։ Կամ լացելու, եթե բայց դե բանա, էս էլ է ինչ որ փորձություն, որը պետք է անցնենք, իսկ աշճանաբար ընտրական ցիկլերում իհարկե դրանք կմաքրվեն, բայց հա ունենք այնինչ ունենք, ու շատ երկրներում ասենց լինում, այնպես չի որ մենակ մեր մոտ է, ես այն օրը Գերմանիայի խոսում, պարզվում է մենք գերմանական 3-4 կուսակցության անուն գիտենք, չէ՞, հիմնականում տենց խոշոր, բայց պարզվում է այնտեղ էլ մի 20-30 հոգի մասնակցում ընտրություններին։ Դա ված չի, դա շատ լավ է։ Ես կարծում եմ լավ է, որ ակտիվ է, այսինքն քաղաքական ուժերը հասկանում են, որ ընտրություններով հնարավոր է իրավիճակ փոխել, չէ՞։
Դա դրա մասին է խոսում։ Անգամ շատերը այսօր падգամավորի տեխնացուներ կա, որ մի 5 ամիս առաջ ասում էին, ով որ մասնակցի ընտրություններին, որոշի ընտրություններին մասնակցել, ջուր է լցնում Փաշինյանի ջրանացին եւ հիմա Էդգար Ղազարյանը։ Այո, եւ հիմա падգամավորի տեխնացին ու Քարազարշավի են մասնակցում, այսինքն իրականում այդ խոսալը ուժերների Ցուցակները ֆանտաստիկ են հարաբերս։ Եթե չեմ սխալվում, բան։ Ֆանտաստիկ։ Ուզում եմ ասել, բոլորը հասկանում են, որ ընտրություններով հնարավոր է բան փոխել։ Ու նրանք ամիսներ, տարիներ շարունակ քաղաքացուն ասել են, որ ամեն ինչ որոշված է, դրսից է աջակցությունը Նիկոլ Փաշինյանի, եկեք ապստամբենք եւ իշխանությունը վերցնենք։ Հիմա բոլորը եկել են ու քաղաքացուն ասում են դու ես որոշելու, արի ընտրության, ախր այդ ոնց է էլ այդ երեսպաշտությունը։ Ընդամենը մի 4 ամիս առաջ դու ասում էիք, որ դուք չեք որոշել, դրսից է որոշում, հիմա այդ նույն քաղաքացուն ասում ես դու արի ընտրության, դու ես որոշելու։ Իհարկե քաղաքացին գիտի, որ ինքն է որոշելու, ոնց որ հեղափոխությունը ինքը որոշեց եւ արեց, այնպես էլ ընտրությունները ու մենք պարոն Թովմասյան, ես հիշում եմ 18 թվականներ տարբեր շրջանակներում ինչ որ հարցազրույցների հիշում եմ, որ մեր առաջնորդը եւ տարբեր դեմքեր մեր քաղաքական ուժի ասում էին, որ մենք հեղափոխությունը վերջնական հաղթած կհամարենք, եթե մի ժողովրդավարական ուժ կա ընտրություններով հաղթի մեզ։ Դա իրական հաջողություն կլինի, մենք չենք վախենում իշխանություն չլինելուց, մենք ուզում ենք, որ ուղղակի ապահով ձեռքերում լինի մեր պետությունը, որ չգնա լուծարման պետությունը, ինչպես Ղարաբաղի դեպքում եղավ, որ չգնա ինչ որ դառնա մարզ օրինակ, հա, միութենական պետության մաս, մենք չենք ուզում, մեր պայքարը դրա համար է ու քաղաքացին դա հասկանում է։ Դրա համար մեզ բոլորը ասում են մեզ մենակ չթողեք։ Մենք որ ասում ենք տերեք խաղաղությանը, չէ՞, մենք վանկարկում են շատերը, դա իհարկե եթերից դուրս է մնում, բայց մենք որ դեմքով իրենց ենք տեսնում ենք, որ բոլորը բղամ են դուք մեզ տեր եղեք։ Խոստացեք, որ դուք մեզ տերեք։ Եկեք ես լավ նոտայի վրա այսօր ավարտենք, որտեվ արդեն համարյա մի ժամ խոսում ենք։ Բայց եկեք առաջիկայում նաև պարոն Թովմասյան որոշենք եւ երբեմն մեր ծրագրային կետերին անդրադառնանք, միգուցե նաև համեմատելով դիմադիրների այդ նմանատիպ մեծ հաճույքով, օրինակ, չգիտեմ, 300,000 աշխատատեղի կետին կամ ինչ որ Դուք երեկվա հանրահավաքի ժամանակ մի համեմատություն արեցիք, հա, որ ինչ են առաջարկում, բայց մենք դրանից ավելը արդեն անում ենք։ Իսկ այս առումով էլ քաղաքացին հետաքրքիր կլինի, կարելի է երբեմն ոլորտային նաև անդրադառնալ։ Պայմանավորվեցինք, մյուս անգամ ուրեմն խոսենք ծրագրային թեզերից եւ ոչ թե Բայց քաղաքական հասցեացը քննարկելուց հետո։ Դե եկեք մի հատ մեր քաղաքացիներին մի հատ հարցնենք տեր են խաղաղությանը, թե տեր չեն, տեր են անկախությանը, ինքնիշխանությանը եւ մեր պետականությանը, թե ոչ, ու ավարտենք սրանով մեր այսօրվա լավ եթերը։ Մենք հետո անպայման կարդալու ենք կոմենտները։ Գրում են, մենք տեր ենք եւ հնազանդ խաղաղությանը, մեր քաղաքացին գրեց, մեր մյուս քաղաքացին գրեց հաճելի էր ձեզ լսելը, մյուսը սրտիկ ուղարկեց, մենք էլ սրտեր ուղարկենք կամ ասենք ցույց տամ, օրինակ իմս սիրտը, խաղաղություն։ Ես սիրտ ցույց տամ, որովհետեւ շապիկս փոխել եմ։ Դե շնորհակալություն սիրելիները, սիրում ենք բոլորիդ, կհանդիպենք Տիկին Հակոբյանին, շնորհակալություն մեզ միանալու համար։ Շնորհակալություն նախաձեռնելու համար այս խոսակցությունը։ Լավ եղեք։ Ստեսություն։